Վերավաճառել է արդյոք Թուրքիան 2017-ին Ռուսաստանից գնաց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնց ձեռք բերել է սեպեր խրել Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում, էմբարգո էր սահմանել Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ։ Ուրբաթ թուրքական իշխանամետ Հյուրի Եթերթն էր գրել, որ ռուսական S-400-ները վաճառվել են ծոցի երկրներից մեկին, Արաբական Միացյալ Էմիրություններին կամ Քաթարին։ Սակայն պաշտոնական Անկարան դեռ չի հաստատել այս տեղեկությունը։ Ռազմական փորձագետները համոզված են, Անկարան ռուսական հոփամակարգերից ուզում է ազատվել, որպեսզի Միացյալ Նահանգները հանի պատժամիջոցները, վաճառի Թուրքիայի Բաղձալի F-35 կործանիչները։ Ինչ են ուզում ազատվել, ամենայն հավանականությամբ օդուժի բարելավման խնդիր կա։ Այդ բարելավումը, ասենք, ուղղված է իմ կարծիքով գոնե առնվազն երկու պետության դեմ, կամ փորձում են չեզոքացնել այդ երկու պետությունից Թուրքիային սպասվելիք մարտահրավերները, խոսքս Իսրայելի եւ Հունաստանի մասին է։ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս էր հայտնել, որ իրենց վերջապես կհաջողվի իրականացնել F-35-երի ծրագիրը։ F-35 Ինչ վերաբերում է F-35-ին, պարոն Թրամփն իրականում դրական մոտեցում ունի Թուրքիայի նկատմամբ։ aslında Türkiye'ye yönelik Հուսով ենք, որ երբ տեղի ունենա F-35-երի մատակարարումը Թուրքիային, ամբողջ աշխարհը կասի, որ Ամերիկան պահեց իր խոստումը։ S-400-ները վաճառելու թույլտվության համար Անկարան դիմել է Մոսկվային։ Կրեմլի խոսնակը լրագրողի այս հարցին ուղիղ չի պատասխանել։ Могу сказать одно, что эта тема относится к области. Մեկ բան կարող եմ ասել, որ այս հարցը վերաբերում է գերզգայուն ոլորտի։ У нас были контакты с Турцией. Մենք այս հարցի շուրջ շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ եւ շարունակելու ենք դրանք։ 3 տիպի ինքնաթիռներ կան F-35-ի։ Ռազմական փորձագետի խոսքով առանց Ռուսաստանի թույլտվության զենիթը հրթիռային համակարգերը Թուրքիան չի կարող երրորդ երկրի վաճառել։ Եթե հիմա նայենք մոտ 10 տարվա կտրվածքով, փաստորեն S-400-ները թուրքական կողմի համար ծուղակ հանդիսացան։ Հիմա պատկերացեք ռուսները դեմ են։ Թուրքիան չի կարող վաճառել, Թուրքիան չի վաճառում F-35 չունի։ F-35 չունի, Su-57-երի հետ մրցակից կործանիչ չունի։ Հայկ Նահապետյանը նկատում է, եթե Թուրքիան ի վերջո որոշի հանուն 5-րդ սերնդի F-35 կործանիչների խախտել Ռուսաստանի հետ պայմանագիրը ու առանց թույլտվության վաճառել S-400-ները, ապա Դաշնությունը կարող է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել, Թուրքիայի դեմ միջազգային ատյաններ, հայցեր ներկայացնել։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։